Տատ, բան էիր ասում, լավ, սկսեցինք, բարև, այս շաբաթ ես տեսա կյանքիս ամենաանսովոր ներկայացումը, դե հա, Բաղրամյանի վրա մի հատ թատրոն կա, արդեն 5 տարի է նույն դերասանն է խաղում, այս անգամ ասած տեսեք ձեզ ոնց եմ զարմացնելու, ազգիս ընտրյալ ամենաօբյեկտիվ լրագրողներին կանչեց ու սկսեց խաղալ, ասած տեսակ թե ինքը ոնց հաղթեց, ես սոված, անգործ, պարապ, սարապ նստած եմ, իսկ ինքը 58 ա խփել, թե տղա եք դուք էլ խփեք, բայց մի տեսակ ես իմ դերասանը համոզիչ չէր խաղում, մի բան ոնց որ պակաս էր, չգիտեմ, չեմ հավատում, Ստանիսլավսկին կասեր։ Դե ասած ես հիմա հերթով ձեզ կպատմեմ, թե հրապարակում նստածի հետ ինչ եմ խոսել, ինքն ինձ ինչ է ասել։ Ասում է իբր ասել է, որ ինքը հեչեր չի հաղթել։ Ուղղակի եկել ասում էր, արի մի բան անենք, մի հատ էլ ընտրություն խաղանք։ Բայց դե քանի որ ինքը իմ մասին շատ է մտածում, ինչ չի ուզում էլի հիասթափեցնել, ասած չէ, ոչ մի ընտրություն։ Դե չէ կարող է մի 80-90 խփի։ Չի կարելի միայնակ ամուսնանալ։ Անհնար է։ Ակունք իմաստության։ Չի կարելի միայնակ երկխոսել։ Դա մենախոսություն է։ Ստուգելի է։ Չի կարելի միայնակ բանակցել, ինքդ քեզ հոտո չես բանակցել։ Արդար ողջուն։ Հետո էլ ասաց ինչ ուզում ես արա, գնա նստի հրապարակում, կռիվ արա, իմ անունից խոսիր, բայց տես գլխիդ ինչա գալու, զորքս կհավաքեմ, գլխիդ օինք խաղամ։ Կամ էլ ասա մենք աղբերներ ենք, հեսա տեսեք ինչ լավ է լինելու, էլ ոչ մի բանից չեմ բողոքում։ Մի տեսակ էս թագավոր դերասանը չի սիրում, որ բողոքում են, նույնիսկ երբ մանր-մունր իշխանիկներն են բողոքում, կամ էլ մեկ-մեկ համարձակվում կարծիք հայտնել, 10 րոպե չեն դիմանը։ Հա, մեկ էլ ասաց, որ ինքը մի հատ փոքրիկ թերություն ունի ընդամենը, բարև տալ այդքան էլ չի սիրում, իսկ երբ որ մի քիչ տխուր ու սոված մարդ է լինում, ընդհանրապես երեսին էլ չի ուզում նայել։ Ես էլ ասում եմ, այս 5 տարի է ինչի ինձ բարև չի տալիս, ախր սոված եմ, չէ, բայց դե ես էլ եմ շատ միամիտ, պիտի իմանայի, որ ինքը մենակ կերած խմածներին է բարևում, հետները խոսում, ոչ սոված պայքարողներին է ուշադրություն դարձնում, ոչ էլ իմ նման սոված ժողովրդին։ Դե ամեն անգամվա ներկայացումների նման այս անգամ էլ ասաց, որ ես պրոբլեմ չունեմ, կամ էլ եթե ունեմ, այդ պրոբլեմ չէ։ Ախր ես լավ չեմ հասկանում, որ երբ ես թողնում գնում եմ, չպետք է բողոքեմ, թե իբր ես աղքատ եմ, սոված ու անգործ եմ, կամ էլ ինձ համար արդարություն չկա։ Ուղղակի օդը մի տեսակ մաքուր չէ, ոնց որ մի քիչ գաղջ լինի, դուրս չի գալիս, թողնում գնում եմ։ Էլ ինչ պետք է ես անեի։ Ասեք, էլ ինչ։ Նավազիրուս ես աշխարհը թանդրել, թե չէ, կան գլուխը, վայ։ Ու այս դեռ վերջը չէ, ինձ էլի շատ բաներ ասաց, որ իմ բոլոր ներկայացուցիչները շատ կիրթ ու գրագետ են, ոչ մի օլիգարխ էլ չկա, ասաց, որ ես լավ չեմ տեսնում, եթե ուզեմ ավելի լավ կտեսնեմ, թե ինչ է կատարվում, ու ասաց, որ 5 տարի դեռ էսպես է լինելու, նույն դեմքերով ու արդյունքներով, ուզում ես դիմացի, ուզում ես թող գնա։ Ինչպես տատս էր ասում, այդ հարցով ենք հավաքվել։